Եվ ոչ մեկ չնկատեց, որ սուրը պատյանից հանած է, մենք մեզ արդեն պաշտպանել գիտենք։ Սրտում արիացու հավերժության նշանն է, իսկ խաչը ոչ թե արծվի ոտքերի տակ է, այլ ձեռքին բռնած, խաչը արծվի ոտքի տակից հանվել և բարձրացվել է, այդքան վայնասուն մի հանեք, իսկ սուրն էլ պատյանից հանած, բարձր շողշողում է։ Միտեղ էլ կարդացի, որ արծիվը սխալ ձեռքով է խաչը բռնել, զատո սուրը ճիշտ ձեռքով է բռնած, հմի 20 ձեռ ունի կամ աշխատելու համար խաչը պտի բռնի կամ սուրը, իմիջայլոց խաչն էլ վերջապես լրիվ հայկական է, ծաղկյալ խաչ, կարող է մի քիչ գրաֆիկական աշխատանք կա դեռ, բայց իմաստավոր սաղ ճիշտ է արված, մեր արծիվն էլ փաստորեն այլևս ունի ձեռք, ոտք, հենա պոչն էլ է երևում, ոչ թե կիսատ պռատ անհասկանալի։ Եղիցի Հայաստան։ Ինչպես հայտնել ենք, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության բանակի նոր զինանշանը։ ՊՆ զինանշանի լուսանկարին կից նաև ուղեկցող տեքստ է հրապարակել ներկայացնելով կատարված փոփոխություններն ու զինանշանի արդիականացման պատճառները։ Ըստ գերատեսչության 2001 թվականին հաստատված և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նախկին զինանշանում առկա են եղել մի շարք զինանշանագիտական, ձևաբանական, գաղափարաբանական թերություններ և բանակի կերպափոխման համատեքստում նախաձեռնվել է նաև զինանշանի արդիականացման, սրբագրման գործընթացը։ Նախկին զինանշանի հիմնական կերպարը արծիվը ունի հերալդիկ և գեղագիտական էական թերություններ։ Արծիվը պատկերված էր փակ կտուցով, ինչը հերալդիկայում համարվում է հանգիստ, ոչ մարտական վիճակ, հաճախ ընկալվում է անշունչ կերպար, ինչը հակասում է բանակի էությանը։ Բացակայում է արծվի հիմնական մարմինը, իրանը, այն ձուլված է ընդհանուր մակերեսին, ստեղծելով միայն փետուրներից հավաքված արծվակերպ պատկեր։ Բացակայում են վերջույթները, ճանկերը, զենքը, ինչը ստեղծում է անդամահատված, անզոր, խոցելի էակի տեսք, ինչն անթույլատրելի է բանակի խորհրդանշի համար։ Նշվում է, որ նախկին զինանշանում սուրը տեղադրված է վահանի հետևում, ինչը հերալդիկայում պաշտպանությանը ոչ պատրաստ լինելու նշան է։ Սակայն Հայաստանի Հանրապետության բանակի առաքելությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքային ամբողջականության պաշտպանությանը մշտապես պատրաստ լինելն է։ Զինանշանի նախկին տարբերակում առկա է պետական դրոշի պատկերման կոպտագույն սխալ։ Այն ներկայացված է ոչ թե որպես մեկ ամբողջություն, այլ մասնատված է առանձին ժապավենների կամ կտորների։ Դրոշի այսպիսի աղավաղումը խորհրդաբանորեն կարող է մեկնաբանվել որպես պառակտված, մասնատված կամ ոչ ամբողջական պետականություն, ասվում է տեսանյութում։ ՊՆ-ն տեղեկացնում է, որ բանակի նոր զինանշանի կենտրոնական կերպարը արծիվը վերաիմաստավորվել է և պատկերված է լիակատար կենդանի և ամբողջական մարմնավորմամբ։ Հստակ երևում են գլուխը, մարմինը, թևերը և ճանկերը, հաղթահարելով նախկին զինանշանի բաց թողումները։ Արծվի կտուցը բաց է, ինչը հերալդիկայում խորհրդանշում է կենսունակություն, պատրաստակամություն, զգոնություն, խոսքի և ուժի իրավունք։ Որպես թագակիր գիշատիչ արծվի հստակ և դինամիկ կեցվածքն ուղղակիորեն խորհրդանշում է Հայաստանի Հանրապետության բանակի արթնությունն ու մարտական ոգին։ Այն մարմնավորում է բանակի առաքելությունը պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը, սուվերենությունը և տարածքային ամբողջականությունը։ Նոր զինանշանում արծվի կերպարն ամրապնդվում է նրա հետևում շողացող ոսկեգույն արևով, որի ճառագայթները հստակորեն ծավալվում են շրջանաձև։ Արևն այստեղ հանդես է գալիս որպես լույսի և կենսունակության խորհրդանիշ, մարմնավորելով հայ ժողովրդի հարատևման գաղափարը։ Ընտրված ոսկեգույնը պատահական չէ, այն հավերժականության, բարեկեցության և իշխանության գույնն է, ասվում է տեսանյութում։ ՊՆ-ի տեղեկացմամբ արևի տեղադրությունն արծվի թիկունքում ընդգծում է այն սրբազան արժեքները, որոնք գտնվում են պետության, արծվի հովանու և պաշտպանության ներքո։ Արծվի կրծքին տեղադրված է կլոր ոսկեգույն վահան, որը զարդարված է հայկական ութաթև արևախաչով, իսկ կենտրոնում սերմնահատիկով, որպես Հայաստանի բանակի կենտրոնաձիգ խորհրդանիշ։ Սերմը մարմնավորում է ապագա զինվորներին, որոնք ռազմի դարբնոցում պիտի ծլարձակեն, ծառ ու պտուղ դառնան և հավերժական անընդհատության խորհրդով նորից սերմ տան։
Վահանն արծվի վրա պաշտպանության խորհրդանիշ է։ Արծիվն իր երկու ճանկերում բռնել է պատմական նշանակություն ունեցող զենքեր՝ ձախում ոսկեգույն սուր, իսկ աջում Հայաստանի Հանրապետության բանակի պահապան Աշոտ Երկաթի սուրբ խաչը, Հայաստանի բանակի զինվորական թալիսմանը։ Սուրն արծվի ճանկում խորհրդանշում է միշտ պատրաստ կարգավիճակը։ Զինանշանի վերին հատվածում պատկերված են Հայաստանի Հանրապետության պետական եռագույն դրոշը և Հայաստանի Հանրապետության քարտեզը։ Այս տարրը զինանշանը ներդաշնակորեն կապում է Հայաստանի Հանրապետության հետ, ընդգծելով, որ բանակն անվտանգության երաշխավորներից մեկն է, ասվում է Պաշտպանության նախարարության տարածած տեսանյութում։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը գրում է իր ֆեյսբուքյան էջում. «Զինված ուժերի նոր զինանշանը մի շարք բարելավումներ ունի։ Ինձ հատկապես տպավորեց ութաթև աստղը։ Մեծ հույսեր ունեմ, որ վաղը այլ տեղում կրկին տեսնելու ենք այդ խորհրդանիշը և 35 տարի անց վերջապես ազատվելու ենք սովետական ևս մի մնացորդից։ Սպասենք մեկ օր»։ Հարավային Կովկասի երկու պետությունների՝ Վրաստանի և Ադրբեջանի նախագահները պետական անկախության տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են ստանում։ 108 տարի առաջ Վրաստանը և Ադրբեջանը հռչակել են անկախություն և համապատասխանաբար տոնում են մայիսի 26-ին և 28-ին։ Հայաստանը անկախությունը տոնում է սեպտեմբերի 21-ին, դա այն օրն է, երբ անցկացվել է ԽՍՀՄ-ից անկախության հանրաքվե։ Նման հանրաքվե Վրաստանն անցկացրել է 1991 թվականի մարտի 31-ին, Ադրբեջանը նույն տարվա դեկտեմբերի 28-ին։ Մենք Վրաստանի քաղաքացիներս հենվելով վրաց ժողովրդի պետականության դարավոր ավանդույթների և Վրաստանի 1921 թվականի սահմանադրության պատմաիրավական ժառանգության վրա հռչակում ենք սույն սահմանադրությունը ասված է Վրաստանի գործող սահմանադրության նախաբանում, իսկ Ադրբեջանի ժողովուրդը հիմնական օրենքը ընդունել է շարունակելով իր պետականության բազմադարյա ավանդույթները և գիտակցելով պատասխանատվությունը անցյալ, ներկա և ապագա սերունդների առջև, ինչպես նաև գործի դնելով իր ինքնիշխան իրավունքը։ Ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի, Հայաստանի սահմանադրությունն ընդունվել է ոչ թե նրա քաղաքացիների կամ ժողովրդի, այլ հայ ժողովրդի անունից, հիմք ընդունելով անկախության մասին հռչակագրով հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատատենչ նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը։ Հայաստանի գործող սահմանադրության նախաբանը այսպիսով պատմաիրավական կապ չի արձանագրում ոչ միայն հեռավոր անցյալի ազգային պետականության ավանդույթների, այլև առաջին հանրապետության հետ։ Պատճառը թերևս այն է, որ 1918 թվականի մայիսյան այս օրերին Վրաստանը և Ադրբեջանը հռչակվել են որպես պետություն, իսկ Թիֆլիսի հայոց ազգային խորհուրդը իրեն կոչել է Անդրկովկասի հայաբնակ գավառների կառավարիչ։ Ըստ այդմ ստացվում է, որ մեր երկու անմիջական հարևանները ոչ միայն պետականության դարավոր ավանդույթներ ունեն, այլև 1918 թվականի մայիսի 26-ին և 28-ին հռչակել են անկախ պետություն և ԽՍՀՄ փլուզման հետ վերահաստատել իրենց միջազգային սուբյեկտությունը, իսկ Հայաստանը ստանձնել հայկական ԽՍՀ իրավահաջորդությունը։ Անկախության մասին 1990 թվականի հռչակագիրն ուղղակի ասում է, որ ՀԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն, կրճատ ՀՀ։ Հայաստանը պատրաստվում է նոր սահմանադրություն ընդունել, ինչ խմբագրություն է ունենալու նախաբանը։ Հնարավոր է գտնել այնպիսի ձևակերպումներ, որ թույլ կտան մայիսի 28-ը Հայաստանում սահմանել անկախության օր։ Ռուսաստանի և Հայաստանի միջև տարաձայնությունները չափազանց խորքային են։ Դրանք հաղթահարելու համար Հայաստանի սահմանադրությունը երևի պետք է փակի հայերը պետականության համար պարտական են Ռուսաստանին խոսույթը։ Գուցե մայիսի 28-ի զորահանդեսը, որ անկախ Հայաստանում առաջին անգամ այդ օրն է անցկացվում, նման խորհուրդ ունի։